Երբ խոսում ենք բնական աղետների մասին, մարդկանց մեծ մասը սովորաբար առաջին հերթին պատկերացնում է երկրաշարժեր, ջրհեղեղներ կամ փոթորիկներ, սակայն վերջին տարիներին Եվրոպան ավելի ու ավելի հաճախ է բախվում մեկ այլ վտանգի, որը ոչ միայն ոչնչացնում է հազարավոր հեկտարներով անտառներ, այլև ստիպում է մարդկանց լքել իրենց տները, վնասում է տնտեսությունը և ամենացավալին, մարդկային կյանքեր է խլում։ Խոսքը լայնածավալ անտառային հրդեհների մասին է, որոնք հատկապես ամռան ամիսներին վերածվում են իսկական աղետի։ Այս օրերին Եվրոպայի հարավում կրկին արտակարգ իրավիճակ է։ Միաժամանակ մի քանի երկրներում բռնկված հրդեհները լուրջ անհանգստություն են առաջացրել ինչպես տեղի իշխանությունների, այնպես էլ եվրոպական կառույցների շրջանում։ Պորտուգալիայում հարյուրավոր հրշեջներ արդեն մի քանի օր շարունակ պայքարում են կրակի դեմ, փորձելով կանխել դրա հետագա տարածումը։ Մինչդեռ Հունաստանում իրավիճակը ոչ պակաս լարված է։ Այնտեղ բնակիչներին նույնիսկ խորհուրդ է տրվել չլքել իրենց տները և ամուր փակել պատուհանները, քանի որ օդը լցվել է թունավոր ծխով։ Այս ամենը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան արագ կարող է սովորական թվացող հրդեհը վերածվել մեծ աղետի։ Երբեմն բավական է ընդամենը մի քանի րոպե, որպեսզի կրակը դուրս գա վերահսկողությունից և ընդգրկի հսկայական տարածքներ։ Իսկ երբ եղանակային պայմանները նպաստում են դրա տարածմանը, նույնիսկ լավագույն տեխնիկայով փորձառու հրշեջները ստիպված են օրեր շարունակ պայքարել կրակի դեմ։ Առավել մտահոգիչ է այն, որ մասնագետների գնահատմամբ նման դեպքերից զգալի մասը հնարավոր կլիներ կանխել։ Հաճախ պատճառը ոչ թե բնական աղետն է, այլ մարդկային անզգուշությունը։ Մեկ կայծը, անզգույշ նետված ծխախոտը կամ բաց կրակի սխալ օգտագործումը կարող են հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնք հետո արդեն հնարավոր չէ շտկել։ Այս տեսանյութում մանրամասն կանդրադառնանք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Պորտուգալիայում և Հունաստանում, ինչու են հրդեհները նման արագությամբ տարածվում, ինչպես են եվրոպական երկրները համագործակցում աղետի դեմ պայքարում, ինչ վարկածներ են քննարկվում վերջին դեպքերի շուրջ։ Ինչպես նաև կհիշենք նախորդ տարիների ամենաողբերգական հրդեհները, որոնք փոխեցին Եվրոպայի մոտեցումը այս վտանգի նկատմամբ։ Վերջին օրերին միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվել է հատկապես Պորտուգալիան, որտեղ երկրի կենտրոնական հատվածում շարունակվում է խոշոր անտառային հրդեհը։ Ըստ պաշտոնական տվյալների, հրդեհը արդեն ավելի քան 3 օր է չի հաջողվում ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է երկրի կենտրոնական շրջանում գտնվող Վուզելայի տարածքում։ Այստեղ կրակը կարճ ժամանակում ընդգրկել է անտառային մեծ հատվածներ, ստիպելով իշխանություններին մոբիլիզացնել գրեթե բոլոր հասանելի ուժերը։ Հրդեհաշիժման աշխատանքներին ներգրավել է ավելի քան 1200 հրշեջ, նրանց աջակցում են շուրջ 400 միավոր հատուկ տեխնիկա և տասնյակ օդային միջոցներ։ Օդանավներն ու ուղղաթիռները գրեթե անընդհատ ջուր են լցնում կրակի ամենավտանգավոր օջախների վրա, փորձելով կանխել դրա հետագա տարածումը դեպի բնակավայրեր։ Սակայն իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ։ Քամին պարբերաբար փոխում է ուղղությունը, ինչի պատճառով կրակը նոր թափ է հավաքում և առաջ շարժվում տարբեր ուղղություններով։ Այդպիսի պայմաններում նույնիսկ հաջողությամբ մարված հատվածները կարող են կրկին բռնկվել։ Քաղաքացիական պաշտպանության ծառայության վերջին տվյալներով արդեն այրվել է մոտ 12000 հեկտար տարածք։ Սա հսկայական մակերես է, որի զգալի մասը կազմված է անտառներից և բնական բուսականությունից։ Բացի բնապահպանական վնասից, վտանգված են նաև ճանապարհները, ենթակառուցվածքները և մոտակա բնակավայրերը։ Իրավիճակի լրջությունը ստիպել է օգնության դիմել եվրոպական գործընկերներին։ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության համակարգի միջոցով Պորտուգալիային աջակցություն են ցուցաբերում նաև այլ երկրներ։ Իսպանիան ուղարկել է ավելի քան 100 հրշեջ և տասնյակ միավոր տեխնիկա, իսկ Իսպանիան և Իտալիան տրամադրել են նաև օդային միջոցներ, որոնք մասնակցում են հրդեհաշիժման գործողություններին։ Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նման աղետները արդեն վաղուց մեկ երկրի խնդիր չեն։ Երբ կրակը տարածվում է նման մասշտաբներով, միջազգային աջակցությունը հաճախ դառնում է վճռորոշ գործոն, քանի որ յուրաքանչյուր ժամի ուշացում կարող է նշանակել հարյուրավոր նոր հեկտարների կորուստ։ Մինչ Պորտուգալիայում հիմնական պայքարը շարունակվում էր անտառային հրդեհի դեմ, Եվրոպայի մյուս հատվածում՝ Հունաստանում, իրավիճակը նույնպես լարված էր։ Այս անգամ խնդիրը առավելապես առաջացել էր Սալոնիկի մերձակայքում գտնվող Օրեոկաստրոյի շրջանում, որտեղ բռնկվել էր խոշոր հրդեհ։ Կրակի օջախը գտնվում էր թափոնների վերամշակման ձեռնարկության տարածքում և ուժեղ քամին շատ արագ տարածեց ոչ միայն կրակը, այլև խիտ թունավոր ծուխը։ Սա արդեն բոլորովին այլ վտանգ է ստեղծում։ Եթե անտառային հրդեհների դեպքում հիմնական սպառնալիքը կրակի տարածումն է,
ապա նման արդյունաբերական հրդեհների ժամանակ լուրջ խնդիր է նաև օդի աղտոտվածությունը։ Այրվող տարբեր նյութերից առաջացած ծուխը կարող է պարունակել առողջության համար վտանգավոր մասնիկներ, որոնք հատկապես վտանգավոր են երեխաների, տարեցների և շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Հենց այդ պատճառով իշխանությունները բնակիչներին կոչ արեցին հնարավորինս մնալ տներում, չբացել պատուհանները և սահմանափակել տեղաշարժը, մինչև իրավիճակը կայունանա։ Միաժամանակ հրդեհաշիժման աշխատանքներին ներգրավվեց մոտ 160 հրշեջ, իսկ արևածագից հետո աշխատանքին միացավ նաև ավիացիան։ Օդային տեխնիկայի մասնակցությունը թույլ տվեց արագ գնահատել հրդեհի տարածման ուղղությունը և առավել արդյունավետ բաշխել ցամաքային ուժերը։ Չնայած դրան, հրդեհը հասցրեց վնասել մի շարք շինություններ և ձեռնարկություններ։ Իշխանությունները հայտարարեցին, որ վնասների վերջնական գնահատականը հնարավոր կլինի կատարել միայն այն ժամանակ, երբ հրդեհը ամբողջությամբ մարվի և մասնագետները կարողանան անվտանգ մուտք գործել տուժած տարածքներ, բայց ամենամեծ անհանգստությունը շարունակում էր մնալ մարդկանց առողջությունը։ Թունավոր ծխի ազդեցությունը երբեմն կարող է շարունակվել նույնիսկ այն բանից հետո, երբ կրակը արդեն մարվել է, քանի որ օդում երկար ժամանակ պահպանվում են վնասակար մարմիններ։ Հրդեհների մարման աշխատանքների հետ մեկտեղ իրավապահ մարմինները սկսեցին պարզել նաև, թե ինչն էր դարձել կրակի բռնկման պատճառը։ Նման լայնածավալ դեպքերից հետո քննությունը սովորաբար ընթանում է մի քանի ուղղությամբ, ուսումնասիրվում են եղանակային պայմանները, հնարավոր տեխնիկական խափանումները, ինչպես նաև մարդկային գործոնը։ Հունաստանի դեպքում հենց վերջին վարկածն է հայտնվել քննության կենտրոնում։ Ոստիկանությունը ձերբակալել է 76-ամյա մի տղամարդու, որը կասկածվում է անզգուշությամբ հրդեհ առաջացնելու մեջ։ Նախնական տվյալների համաձայն ենթադրվում է, որ նրա ավտոմեքենայից առաջացած կայծերը կարող էին բռնկվել ճանապարհի եզրին գտնվող չոր խոտածածկով։ Եթե արդյոք հենց դա է եղել հրդեհի իրական պատճառը, պետք է պարզի քննությունը, սակայն դեպքը հերթական անգամ հիշեցրեց, թե որքան վտանգավոր կարող է լինել նույնիսկ ակամա թույլ թվացող սխալը։ Հունաստանի հրշեջ ծառայությունը երկար տարիներ ուսումնասիրում է անտառային հրդեհների պատճառները։ Այս օրերի իրադարձությունները շատերի հիշողության մեջ կրկին վերակենդանացրին նախորդ տարիների ամենածանր աղետները։ 2018 թվականին Հունաստանում տեղի ունեցած խոշոր անտառային հրդեհը համարվում է երկրի նորագույն պատմության ամենաողբերգական դեպքերից մեկը։ Այն տարածվեց մեծ արագությամբ և խլեց ավելի քան 100 մարդու կյանք։ Այդ աղետից հետո Հունաստանում վերանայվեցին արտակարգ իրավիճակների կառավարման բազմաթիվ մեխանիզմներ, ուժեղացվեց հրդեհների կանխարգելման համակարգը և ավելացվեցին ներդրումները փրկարար ծառայությունների համար։ Սակայն նույնիսկ այդ փոփոխություններից հետո խնդիրը լիովին չի վերացել։ 2023 թվականին Եվրոպան կրկին ականատես եղավ պատմական մասշտաբների հրդեհների, որոնցից մեկը դարձավ Եվրամիության դիտարկումների պատմության ամենախոշոր անտառային հրդեհներից մեկը։ Այդ դեպքը ցույց տվեց, որ կլիմայական պայմանների փոփոխության, երկարատև երաշտի և ուժեղ քամիների պայմաններում նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաները միշտ չէ, որ կարողանում են արագ կանգնեցնել կրակի տարածումը։ Հենց այդ փորձից հետո եվրոպական շատ երկրներ սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել վաղ հայտնաբերման համակարգերին, արբանյակային մոնիթորինգին և արհեստական բանականության կիրառմանը հրդեհների արագ հայտնաբերման և արձագանքման նպատակով։ Թվում է, թե տարիների ընթացքում Եվրոպան բավական մեծ փորձ է կուտակել անտառային հրդեհների դեմ պայքարում։ Գործարկվել են նոր տեխնոլոգիաներ, ավելացվել են հրշեջ ավիացիայի հնարավորությունները, ստեղծվել են միջազգային համագործակցության մեխանիզմներ, իսկ բնակչության իրազեկման ծրագրերը դարձել են ավելի ակտիվ։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ամառ կրկին լսում ենք նույն լուրերը՝ հրդեհներ, տարհանումներ, այրված անտառներ և մարդկային կորուստներ։ Վերջին տարիներին եվրոպական երկրները փորձում են փոխել մոտեցումը։ Եթե նախկինում հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր արդեն բռնկված հրդեհների մարման վրա, ապա այժմ առաջնահերթ է դառնում դրանց հնարավորինս վաղ հայտնաբերումը։ Այս նպատակով լայնորեն կիրառվում են արբանյակային դիտարկման համակարգերը, ջերմային տեսախցիկներով հագեցած անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ավտոմատ սենսորներ, որոնք կարող են ֆիքսել ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը կամ ծխի առաջին նշանները։ Այսօր Պորտուգալիայում և Հունաստանում հրշեջները շարունակում են իրենց ծանր աշխատանքը, փորձելով կանգնեցնել կրակը և պաշտպանել մարդկանց կյանքն ու բնակավայրերը։ Նրանց առջև դրված խնդիրը ամենևին էլ հեշտ չէ։ Ամեն ժամ իրավիճակը կարող է փոխվել, իսկ եղանակային պայմանները կարող են ինչպես օգնել, այնպես էլ ավելի բարդացնել պայքարը։ Միևնույն ժամանակ այս դեպքերը հերթական հիշեցումն են, որ բնական աղետների դեմ պայքարը սկսվում է ոչ միայն այն պահին, երբ հնչում է տագնապի ազդանշանը, այլ ավելի վաղ՝ կանխարգելումից, պատասխանատվությունից և անվտանգության կանոնների պահպանությունից։ Երբեմն մեկ անզգույշ քայլը կարող է հանգեցնել հազարավոր հեկտարների կորստի, միլիոնավոր եվրոների վնասի և ցավոք մարդկային զոհերի։
Իսկ երբ նման աղետներ արդեն սկսվում են, դրանց հետևանքների վերացումը կարող է տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Առայժմ հայտնի չէ, թե երբ կհաջողվի ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Պորտուգալիայի և Հունաստանի հրդեհները։ Փրկարները շարունակում են աշխատել շուրջօրյա, իսկ իշխանությունները հետևում են իրավիճակի յուրաքանչյուր փոփոխությանը։ Մենք նույնպես շարունակելու ենք հետևել իրադարձությունների զարգացմանը և ձեզ տեղեկացնել նոր մանրամասների մասին, հենց որ դրանք հրապարակվեն,